Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է ոչ թե ինչ որ, չգիտեմ, իբրև նախագահ ինչ որ հրամանագիր ստորագրել, չստորագրելու, կառավարության որոշում ստորագրել, չստորագրելու համար Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է Հայաստանի Հանրապետության իբրև պետության ազգային շահը դավաճանելու մեջ։ Ազգային շահի դավաճանություններ Ռուսաստանի Դաշնությանը հանձնել հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման։ Ազգային դավաճանություններ, այո, բացարձակապես ազգային դավաճանություններ, ընդամենը 98 միլիոն պարտքի դիմաց, այնպիսի ձեռնարկություններ հանձնել Ռուսաստանի Դաշնությանը գույք պարտքի դիմաց ծրագրով, որտեղ տեղակայված գույքը ընդամենը մեկ մարզ գործարանում տեղակայված գույքը բազմակի գերազանցում էր այդ 198 միլիոն պարտքը, դա ազգային դավաճանություններ։ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա այդ տնտեսական հզորությունների ոչնչացման համար։ Ես ընդամենը երկու օրինակ բերեցի, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այդ ցանկը շատ երկար է։ Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանություններին տրվի քաղաքական գնահատական, այդ քաղաքական գնահատականը պետք է տրվի իրավական ողջ քաղաքական, իրավական ողջ սպեկտրում նրանց արած եւ հատկապես չարած քայլերին Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրել բանակը կազմալուծելու մեջ։ Պարզապես բանակը կազմալուծելու մեջ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրել, որ նա այնքան քաղաքական հեռատասություն չուներ, որ չէր հասկանում, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ երաշխավոր, Արցախի Հանրապետության միակ երաշխավոր արգելով Ռուսաստանի Դաշնությանը վտանգում էր թե Արցախը, թե Հայաստանի Հանրապետությունը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը այդ ընթացքում հրաշալիորեն շատ ավելի արդյունավետ, շատ ավելի արձակողական զենքերով զինում էր Ադրբեջանին եւ ասում էր բիզնես, ոչինչ քաղաքական, ոչինչ անձնական, բիզնես, ընդամենը բիզնես։ Գիտեք, եթե այդ ամբողջը դնում եք ու փորձում եք հասկանալ, թե ինչ է կատարվել, Հայաստանի Հանրապետությունը բազմակի դավաճանվել է եւ դավաճանվել է իր իշխանության ձեռքով, որտեղ Հայաստանի Հանրապետության իբրև պետության շահ հասկացություն գոյություն չի ունեցել։ Գոյություն է ունեցել մեկ խնդիր՝ հավատարմություն մայր Ռուսիային։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։